եթե հիշում եք, եթե չեք հիշում, ես կհիշեցնեմ, երկար ժամանակ է ես ձեզ ասում էի, որ մենք Եվրոպա գնալու կարիք չունենք, որովհետև Եվրոպան կգա դեպի մեզ, եւ իրականում այսօր Եվրոպական համայնքի 8-րդ համաժողովը տեղի ունենում քաղաքամար Երևանում, եւ դա մեր հաղթանակն է։ Ես ասեմ նաև առանց համեստության, որ ես բացարձակ ճիշտ դուրս եկա տարիների իմ բդման մեջ։ Մենք Եվրոպա չենք գնում, Եվրոպան գալիս է այն Հայաստան, որը հազարամյակներով իր տեղում է, ճիշտ է դժվարացած, ճիշտ է բազմաթիվ փորձություններով անցած, բայց Եվրոպան գալիս է ուր, գալիս է համաշխարհային քաղաքակրթության ծննդավայրերից մեկ, գալիս է քրիստոնեական քաղաքակրթության նորագույն հայտնագործության, որը 301 թվականի Հայաստանի ուրեմն պետական կրոն հռչակած պետականությունը, քրիստոնեության մասին է խոսքը։ Այնպես որ ես դա շնորհավորում եմ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը շնորհավորում է ուրեմն մեր ժողովրդին, աշխարհում եք համաժողովի մասնակից մեր բարեկամներին եւ անշուշտ նրանց, ովքեր տարիների ընթացքում կարողացան Հայաստանի պետական քաղաքականության ջահը բարձր պահել եւ հասնել քաղաքակրթության հայկական ֆենոմենի վերադարձին, եւ դա անկասկած է։ Սա ասում եմ նաեւ ուրախությամբ, հաջողություն ցանկանով աշխատանքներին, որովհետև մենք ինքներս շատ եմ ասել, եվրոպական քաղաքականություն ստեղծած ժողովուրդներից մեկն ենք աշխարհում, եզակի ժողովուրդներից մեկը, հետևաբար մենք գնալու կարիքը չունեինք, եւ Եվրոպան այդ ձայնը լսեց, ինքը վերադարձավ իր բնորրան, որտեղ է Հայաստանը, որտեղ է առաջագործություն հայրենիքը, որտեղ է մշակույթը, պատմությունը, Տիգրան Մեծը, Արտաշեսը, որտեղ է նաև հռոմեական կայսրությունը, որտեղ է հունական փիլիսոփայությունը, որտեղ է գերմանական փիլիսոփայությունը, երաժշտությունը, ֆրանսիական ազատատենչ ոգին, եւ այսպես շարունակաբար, հիմա չերկարացնեմ։ Հիմա ուրեմն եւ սա համաշխարհային պատմական առումով մեր ժողովրդի պատմության մեջ իրադարձություն է, որովհետեւ բազմաթիվ դարերի կռվից, վեճից, առնական լինելուց, արյուն տալուց, պետականություն վերականգնելուց, այս տառապալից, բայց պատահավոր ինչ-որտեղ ճանապարհ անցնելուց հետո մենք Եվրոպա ենք, Եվրոպան Հայաստան է, եւ դա այդպես է։ Եվ եթե տեսեք մարդիկ ինչպիսի հպարտությամբ եւ արժանապատվությամբ են խոսում հայկական քաղաքակրթության Հայաստանի հնամենի Չարենցյան խոսքով ասած, հնամենի մշակույթի, հնամենի պատմության, հնամենի պետականության մասին խոսելուց։ Բայց արի ու տես, որ ամյոբայի թունավոր ուղեղով խլյակներ, ոչնչություններ, տարբեր ուրեմն տիտղոսներով, լրագրող, ակադեմիկոս, այսպես ասենք, չգիտեմ ինչ, շոֆեր, ուրեմն նախարար, նախկին եւ այլն, ուրեմն այս ուղեղի, այս հիվանդների ուղեղը ունի մի բան։ Մեղադրանքը ինչպիսին է եւ նրանց հանդեպ է, ովքեր որ տարիներ շարունակ կարողացան մտքով լուսավորել մարդկանց, ովքեր կարողացան որոնելով գտնել հայկական մտավոր այն խաչմերուկը, որտեղից Հայաստանը շարժում է դեպի ապագա։ Եվ այս ամյոբայի ուղեղով ոչնչությունները հարցը դնում են այսպես, եթե ռուսական սապոգը չի, սրանք ռուսական ոչ միայն սապոգն են սիրում, այլ նաև կազակի են բանն են սիրում, չեն կարողանում մոռանալ, ուրեմն թուրքական իրականություն է։ Հիմա ասեմ ձեզ, որ սա ամյոբայի ուղեղով մարդկանց Հայաստանի այն ծավալումը, որ կա եւ այն ուժերի, այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ բացադրելով էկրանից անձնական շփումներով, գործնական քաղաքականության մեջ Հայաստանը դուրս վերեցին զարգացման մայրուղի։ Այս ամյոբաների ոչնչությունների համար, որոնք վստահաբար ռուսական գաղտնի ծառայության ոչնչություններ են, կամ են այլասերված
կոռուպցիոներներ, փողաշխատողներ, որոնք ինչ-ինչ բաներով աշխատում են, այսպես ասած, Հայաստանի քաղաքական ներկան եւ ապական սեվացնել, իրենք լինելով չափազանցել, բայց հայ անունով, ազգանունով եւ այլն։ Այսպեսի բան կա։ Ես դրա համար զգուշացնում եմ ձեզ, որ չլսեք, ուրեմն սրանց իմանանք, որ աշխարհը վերջ չունի, հաջորդ առավետ ընդհանրապես ինքը վերջ չունի եւ Հայաստանը վերջ չունի։ Բայց այս ոչնչություններին ուզում եմ ասել, այ հայվաններ, ձեզ համար աշխարհը երկու չափ ունի, կամ ռուսական սապոկ իր այն հաջատով, կամ թուրքական յաթաղան էլի նույն հաջատով։ Երկուսն է սխալը, Ժորժ ջան, կներեք արդարության համար, որտեղ սրանց համար ուզում եմ ասել, ովքեր ուրեմն խոսում են Հայաստանը թուրքական իրականություն տեղափոխելու մասին, սրանք համ թուրք են, համ քուրդ են, եթե դրանք բացասական են, համ ռուս են, համ ամեն ինչ են, ինչ զիբիլ են, աղբ են, բայց հայ չեն, միանշանակ հայ չեն, որովհետև սրանք ինչ-ինչ պատճառներով ուզում են Հայաստանի վերածնունդն ու վերականգնումը խափանեն եւ վարկաբեկեն այն կուսակցություններին, այն կազմակերպություններին, այն պետականությանը, այն քաղաքական կառույցներին, որոնք այս արյան բաղնիքների միջով կարողացան այս կամ չափով առաջնորդել կամ նպաստել Հայաստանի այսօրվա վերականգնումը։ Սա միանշանակ է։ Եվ Հայաստանակենտրոն այնպիսի մի ուժ, որը ինչպիսին ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, սրան մեղադրել թրքականության, ռուսականության, չգիտեմ ինչի մեջ, սա ոչիր է, ոչ միայն ոչիր, այլ եղածի ոչլոտ ուղեղի արտադրանք է, ուրիշ ոչինչ, ուրեմն այսպես, հիմա այս մասը թողենք, կանգնենք և շարժվենք առաջ, և ասեմ, որ ձեզ անուն ազգաններով բոլորին պիտի ասենք նրանց, ովքեր որ առաջիկայում անշուշտ կշարունակեն իրենց խլուրտի աշխատանքը, չեկիստի, այլասերված գործնեությունը և այսպես ասեմ, որ ես ռուսական գաղտնի ծառայություն նկատում եմ, աշխատում, իմ համար ամենաարգահատելի մարդը ռուսական ծառայության հայ գործակալն է, դա թուրքի շունել է, ռուսի ուրեմն էշել է, չգիտեմ ինչ կուզեք, բայց այսպես ուզում եմ ասել, որ եկեք ես հարցը դնենք կողքի և շարժվենք Այն խաչմերուկով, որը բախտի ճակատագրի բերումով հայկական է կոչում, որը ոչ միայն աշխարհագրություն է, այլ նաև հոգեբանություն է, որը նաև Հայաստանի վերածննդի ճանապարհն է։ Ուրեմն այսպես, Հայաստանը գիտեք, որ մի քանի օրից հետո ընդրաշավի մեջ է մտնում, եւ մենք պետք է լավ գիտակցենք մի բան։ Այո, մենք գնում ենք մեր ճակատագրին ընդառաջ, մենք գնում ենք առաջագործական Հայաստանի լուսավոր ուրեմն խավարամիտների և խավարասերների հետ ահռելի զանգվածի մեջ ոտի տակ ճզմելով, ոչնչացնելով ոչնչությունների դեպի վերածնունդ և վերականգնում և դրա ապացույց անշուշտ նաև քաղաքական եվրոպական համայնքի ներկայությունն այսօր Հայաստանում։ Ուրեմն այսպես, մենք գնում ենք այդ ճանապարհով և անկասելի այս ճանապարհ, ես համոզված եմ, որ ոչ մեկը դա չի կարող կանգնեցնել և իրավունք էլ չունի Եվ մի օր սրանք, այո, հարամ պիտի լինի այն դատողությունները, խոսքերը, որ հայոց հողի վրա սրանք ապրում են, հասկանում եք ոնց է, բայց ես մի բան եմ ուզում ասել, մենք պիտի հասկանանք, թե Հայաստանի պետականության ողերին թշնամիները, որոնք լրագրության միջոցով հայ մարդկանց մասին է խոսքը, դժբախտաբար, ուրեմն որոնք անընդհատ խոսում են Թուրքիայի մասին, Հայաստանի ռուսական ստրկությունից ազատագրման դեմ լինելով, ուրեմն սրանց պիտի պարզ լինի մի բան, որ այդ պատմական ընթացքը կասեցնել ընդհանրապես հնարավոր չի, որտեղ դա պատմության վճիռ է և մենք այդ ճանապարհով որպես ազգ ժողովուրդ գնում ենք մեր պետականության վերականգնումով, բայց մենք պիտի հասկանանք ինչ սխեմաներ են սրանք առաջարկում ուրեմն կալուգաներից, լուգաներից, լուգանսներից, ուրեմն սիկտիկարներից, խերսոններից և այսպես հայաստանյան ճահիճներից և այլն և այլն, ուրեմն սրանք ինչ են առաջարկում, ակնհայտ են մի բան, ուրեմն սրանց նպատակը մեկն է,
Եվ ես վստահ եմ, որ այս գաղափարը ոչ թե ոչնչությունների ուղեղից է բխում, որոնք ճամատագում են եւ այլն, այդ իրենց ներկայացնում բարեկիրթ տեսքով, բարեկիրթ ինչ-որ վերլուծություններով, դերասանություններով անելով աշխարհի դիմաց, հիմա մենք պետք է հասկանանք, լավ ինչ են ուզում սրանք։ Նպատակը շատ պարզ, ասեմ ձեզ։ Ուրեմն այնպես անեն, որ ազգային ժողովի ընտրությունները տեղի ունենան երկու բևեռների միջև։ Միանշանակ, մեկը ռուսական բանդան է, Ղարաբաղյան կլանը, պարզ է, չէ՞։ Այս ամբողջը ռուսական սեգմենտ է մի խոսքով, իր բոլոր աղբով եւ դրան ծառայող երիտասարդ եւ ծերունի ոչնչություններով, ուրեմն լրատվությունով, տեսնում եք ինչ ահռելի ծախսեր են, ինչ միջոցներ են ներդրված, ինչ գումարների մասին է խոսքը, ուրեմն սա մի բևեռն է, որը անպայմանորեն ցանկանում է իր դիմաց ունենալ մի բևեռ։ Այդ բևեռն է պետք է լինի իրենց կարծիքով միայն ուրեմն քաղաքացիական պայմանագիրը վարչապետի բարձ է առաջնորդության տեխնազության, ինչու։ Ինչն է նպատակը։ Բարձ է, որ այս երկու բևեռի ներկայություն ազգային ժողով, որը ուրեմն կկրկնի այսօրվա ազգային ժողովի մոդելը, ոչինչ չի փոխելու Հայաստանում, բայց Հայաստանին տանելու ամենավտանգավոր ճանապարհի վրա, որն է դա։ Ուրեմն սրանք մոբիլիզացիոն իրենց բոլոր ուժերով, մենք դա տեսել ենք փողոցներում, ցեխի մեջ, թավալ գլոր եղած, մենք դա տեսել ենք, դրանց տեսել ենք ոսկեբարի, ուրեմն աղմուկ աղաղակի մեջ, մենք տեսել ենք Մեղրու տարածաշրջանի, Մեղրու միջանցքի երազային իրենց համար վիճակի տեսանկյունից բոլոր տեղեր, որոնց էությունը ռուսական սապոգն է, ուրիշ ոչինչ չի, սրանք ռսակոծերն են, ռսաստրուգները, նրանք ցանկանում են ազգային ժողովում իրենց հետ միասին ունենալ միայն ընդդիմադիր, իրենց հասկացածով, իրենց ընդդիմադիր քաղաքացիական պայմանագրին, բարձ է խորհրդարանում, որի դեմ պետք է գործեն համակարգված եւ գրողներով, եւ Հայաստանը անշուշտ դրանից չի շահելու, որովհետեւ իրենց համար չափազանց ձեռնտու կլինի ունենալ մի ուժ, որը պետության կառավարման հետ միասին պետք է փորձի զսպել իրենց ոհմակներին, բայց այդ ոհմակները ներսում համախումբ։ Կարծում եմ, որ այս է նպատակը։ Դուք պետք է մենք բոլորս պիտի հասկանանք, որ դա Հայաստանի Հանրապետության ձեռնտու քաղաքական վիճակ չի, դա պարլամենտ չի, դա ռուսական սովետական գերագույն խորհուրդ է, երկու մասով, իսկ այդ երկու մասի, այսպես ասած, առավելությունն ու թերությունը դուք ինքներդ տեսել եք 5-6 տարի, նույն վիճակը, նույն անարդյունավետ աշխատանքը, նույն պարապուրտը ազգային ժողովում, որը ասեցի այլևս պարլամենտ չի, պարլամենտարիզմ չի եւ այլն եւ այլն։ Ուրեմն սա է նպատակը ունենալ, իսկ եթե համախումբ դեմոկրատական ուժերի համախումբ կլինի ազգային ժողովում, այն ժամանակ իհարկե իրենք չեն լինի այնտեղ, իսկ եթե կլինեն, իրենց հարցը լուծելը շատ ավելի հեշտ է, շատ ավելի բան է։ Ուրեմն ես ասեմ, որ ես ուղղությամբ էլ չեմ խոսի այսօր, ուրիշ բան եմ ուզում ասեմ, նպատակը բացատրեցի ինչն է եւ ասեցի ովքեր են ռսակոծերը։ Այս ապուշները գիտեն կներեք, թե ռսակոծը երջանիկ վիճակ է, եթե թուրքական, ուրեմն չգիտեմ ինչ է։ Ուրեմն մեր համար նույնն է, եթե հայ չես, թե ռսակոծ ես, թե քրդակոծ ես, թե թրքակոծ ես, միևնույն է, որովհետև այդ բոլորը Հայաստանակենտրոնություն չունի։ Ստրգության մի վիճակից միայն վիճակ, ես ապուշների համար մի մասն էլ նայեցեք ռուսական կրթությունով, ռուսական դաստիարակությունով, սրանց համար երջանիկ վիճակը այլակերպված ռուսներն է։ Այն դեպքում ես ռուսների դեմ բան չունեմ այդ պարագայով։ Ռուսները վաղուց իրենք դատարել են ռուս լինելուց։ Եվ Ռուսաստանը անվերջ տեսնում եք հեռանում է։ Որոշ մարդիկ կան, այդ հեռանալը հասկանում են այսօր ավտոբուսը նստեցին, գնացին։ Չէ, դա գործընթաց է եւ այսպես ուրեմն այդ երջանիկ վիճակը մեզ համար ճակերտավոր ունի հետեւյալ բացատրություն է։ Եթե հայ չես, կներեք բառի համար, ինչ ուզում ես եղի, որ զիբիլն ուզում է որևէ մեկը լինի։ Եթե Հայաստանակենտրոն չի, եթե հայ չի, ամեն ինչ վերջացած է։ Թե թրքական սովուսով կլինի, ռուսական սովուսով կլինի,
Այդ բոլորը նույն աղբն է, կներեք ինձ, այսօրվա արտադրության համար, որտեղ վիճակը սրում են եւ պետք է սրանք զգուշ լինեն։ Բոլորին մեկ առ մեկ մեր կասնելու ենք, բացատրելու ենք, թե ինչի ինչոց է։ Հիմա վերադառնանք մեր հայրենիք, մեր խնդիրներին։ Ժորժ ջան, ես մի քանի օր իմ ընկերների հետ ուրբաթ օրվանից գնացել էի, գործուղվել էի կուսակցական, այսպես ասեմ, գործուղումով Արևիկի տարածաշրջան, որ նախկին Մեղրի շրջանն է, եւ այնտեղ ունեցանք բազմաթիվ հանդիպումներ քաղաքացիների հետ, ինչպես որ մենք անում ենք սովորաբար, առանց հատուկ նախապատրաստության, քայլելով, հանդիպելով այնպես, ինչպես որ մենք սովոր ենք անելու։ Իմիջիայլոց ասեմ, որ ժամանակին Ջոն Քենեդին, երբ որ ուզում էր Ամերիկան վերափոխել, կարող է կենսագրականները ստուգել, դա 1960 թվականներն էր, Բենջակը, այսպես ասած, քծած ուսին, քայլում էր Ամերիկայով, ասում է ինչ ես անում, ասում էր ես իմ հայրենիքում քայլում եմ իմ ժողովրդի մեջ եւ այսպես ուրեմն։ Դա իմ եթե տնենք Քենեդիի սկզբունքի տեղը, դա իմ սիրած մեթոդն է։ Ես իմ ընկերների հետ իմ բենջակը քծած իմ ուսին քայլում եմ Հայաստանի գյուղերով, քաղաքներով, համայնքներով, գյուղաքաղաքներով եւ հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ, որոնց հետ ոչ պայմանավորվել եմ, ոչ ճանաչում եմ, ֆիզիկական իմաստով ոչ բարեկամ եմ, ոչ եւ այլն, այսինքն արմատական կապեր չունեմ։ Եվ դա շատ արդյունավետ է, որովհետեւ ես տեսնում եմ հայ ժողովրդի, իրենք տեսնում են ինձ, եւ մենք շատ անգամ ասեմ ձեզ, որ ինչպես որ գիտեք, գրկախառնվում ենք եւ բարձ մարդկային հայկական Հայաստանակենտրոն դատողությամբ հայամետ դիրքորոշումով, ուրիշ ոչինչ, լսում ենք իրենք մեզ են լսում եւ այսպես շարժում ենք Հայաստանի ճանապարհներով։ Եվ այս իմաստով ես ողջունում եմ, բարևում եմ Արևիկի տարածաշրջանի Մեղրի ուրեմն համայնքի, Արտարակի համայնքի, Լեհվազի եւ այլն Վարդանի ձորի եւ այլ համայնքների բնակիչների, որոնց հետ մենք բախտ ունեցանք մի քանի օր շփվելու, երկու օր շփվելու, կարծիքներ իմանալու, խնդիրներ հասկանալու, ինչ որտեղ ուրախանալու, ինչ որտեղ նաեւ տխրելու, որտեղ մենք բոլոր հարցերն ունենք։ Եվ այստեղ ասեմ, որ անելիք շատ կա։ Ես ասեմ հետեւյալը, եւ սա դիմում եմ մեր գործարար աշխարհին։ Ինձնից լավ գիտեք հավանաբար, որ Արևիկի տարածաշրջանում դրամի պակաս չկա, որովհետև Արևիկը տալիս այնպիսի բերք ու բարիք, նուր, թուզ եւ այլն, անկիր գիտեք եւ արքայախնձոր, որ ճիշտ է շատ աշխատող ուրեմն քաղաքացին շատ լավ վաստակում է, բայց այդ գումարները կարելի է տեղում օգտագործել, ապրանք արտահանել, ստանդարտները փոխել եւ դա անդուլ աշխատանքի արդյունք պիտի լինի։ Բոլոր պայմանները կան, բայց այդ գումարները պիտի ներդրվեն երկրի ուրեմն վիճակը բարեփոխելու համար, բայց մի բան կառավարության առումով եմ ասում։ Պիտի իմանաք, որ սիրելի բարեկամներ, աշխատանքի մշակութային կուլտուրը միջնադար է։ Մարդիկ աշխատում են ֆիզիկական աշխատանքով, ծանր ֆիզիկական եւ ուրեմն իրականում միջնադարի աշխատանք է, ձեռքի ֆիզիկական աշխատանք է հիմնականում, ուրիշ բան չկա։ Իհարկե հարստանում են, իհարկե ապրում են, բայց մարդկանց դեմքներից տեսնում են, որ երիտասարդ մարդ արդեն վաղուց թոշնել է, որտեղ արևի ու անձրևի տակ գիշեր-ցերեկ աշխատում է։ Այդ պայմաններում հասկանալի է, այդ գումար առանձնապես մեծ երջանկություններ չի տալի։ Ես ուզում եմ ասել հետեւյալ ժողովուրդ, որ այդ բոլորը պետք է մեքենայացվի, նոր տեխնոլոգիաներ են պետք, հատկապես մանր գյուղատնտեսական արտադրության, հողագործության մեքենաներ, ֆերմերային տնտեսության համար։ Արի ու տես, մարդիկ ինչ են ասում, այո, այդպիսի բան կա, պետությունը մատակարարում է նման բաներ, բայց ինչպես գողապետության շրջանում հիմա նորից նույն մարդկանց ձեռքին է, որոնք արտադրության հետ կապ չունեն կամ չգիտեմ ինչ եմ ուզում ասել, ասելիքս այն է, որ ուրեմն պետության տեխնիկական օժանդակությունը, տեխնոլոգիական օժանդակությունը անպայմանորեն պիտի հասնի մեր ժողովրդին, հատկապես Արևիկի շրջանը նկատի ունեմ։ Մի պարադոքսալ բան ասեմ։ Դուք գիտեք, որ բնությունն այնպիսին է, մեր կլիմայական պայմաններն այնպիսին են, որ այս տարածաշրջանում իսկական գարուն է, խոտը հասել է, եւ ինչ են ասում մարդիկ։ Տասնյակ, ես կոնկրետ
անուն ազգաններով կարող եմ ասել։ Մարդիկ տասնյակ, ուրեմն տասնյակներով կողեր են պահում, ոչխարաբուծությունը վերացրել են, որտեղ խոտի խնդիր ունեն, որը չորանում է անտառներում, զառիվերների վրա խոտի առատությունից տեղ չկա շարժվելու, բայց տեխնիկայի հնձիչ սարքերի պակասության պատճառով այդ խոտը գոյություն չունի, մարդիկ չարչարվելով խոտը հայթայթում են, եւ այսպես շարունակաբար, մտքինս պարզ է, ինչ եմ ուզում ասել, ընտրությունների հիմար գիտեք ինչ խոստումներ են լինելու, էլ 300 աշխատատեղ, 300,000, դա ինչ է, 400,000, էլ շարունակվելի հանրապետական իշխանության տարին ինչպես կուզեք կխփեք, կուզեք խոտ կաճեցնեք, կուզեք էջ կաճեցնեք, եւ այսպես սկսվելու է հիմա, ամեն մեկը խոստանալու է բարգավաճում, հարստություն, բայց այս բոլորը ֆանդախ է, կներեք վառի համար, ինչու, որտեղ սաղը տեղի չի շարժվում, էլի ֆերմեր կոչվող հայ գյուղացի տառաբանքով ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական աշխատանքի ճանապարհով է, որ ստեղծում է իր բերք ու բարիքը, ուրեմն պետք է հատուկ ծրագրով վերակազմակերպել, վերակազմել գյուղատնտեսական աշխատանքը եւ ասեմ հետեւյալն է, եթե մենք լինենք խորհրդարանում, դա մեր ծրագրում վաղուց է գրած, մեր համար նշանախոսը մեկը եղել է մնում է, մենք պետք է ունենանք ագրոարդյունաբերական համալիրներ, մենք պետք է ունենանք տեխնոլոգիական վերազինում գյուղատնտեսության, որովհետեւ հասկանալի բան է, չէ, 65 կով պահող մարդը չի կարող իր այսպես ասած իր մշակութային կյանքի համար, իր բարվոք կյանքի համար ժամանակ ունենա եւ զբաղվել դրանով։ Այդ բոլորը այս կալուկացիներին եմ ասում, լուգանսցիներին, խերսոններից Հայաստան վազողներին բարբերաբար եւ վերջին հաշվով նրանց որ ձերքը փողը այսօր ձեռներին է, որոնք բայրակտարների ուրեմն ոհմակների լրագրություն են ստեղծել։ Հասկանում եք, այդ բոլորը պիտի ներդրվի երկրի տնտեսական վերաշինության եւ վերազինման համար, մշակութային կյանքի կազմակերպման համար, ասեմ ձեզ, դուք գիտեք բոլոր տեղեր դպրոցները կամ վերակառուցվել են, կամ ընթացքի մեջ են, բայց ժամանակն է մշակութային օբյեկտների վերազինության համար։ Սովետական տարիներին հայտնի մշակութային ուրեմն պալատները, մշակույթի պալատները անպայման պիտի վերականգնվեն իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ, իսկ որտեղ որ քանդվել է, կերել են, քանդել են, նկատի ունեցեք, քանդել են, նորից են քանդել, եթե դա այդպես է, ուրեմն դրանք պիտի նորից ստեղծվեն։ Հիմա այս մասը արևիկի տարածաշրջանում ես նորից համոզվեցի, որ այս տարածաշրջանի աշխատանքի կազմակերպման տեղերում արտադրական ձեռնարկությունների ստեղծման զուգահեռ մենք կունենանք ահռելի նյութական ռեսուրսների աճ եւ Հայաստանի Հանրապետությունը կստանա լրացուցիչ միջոցներ վերակազմվելու համար։ Հիմա ասենք անճանապարհով, որ ես եկա, իմ ընկերներից մեկի խորհրդով, որը շատ ես իրեն շնորհակալ եմ, իր խորհրդով այս անգամ վերադարձանք Երևան Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված նոր ճանապարհով։ Դա Մեղրի այդ ուրեմն Քաջարան ճանապարհը չի, դրան զուգահեռ հեղափոխությունից հետո ստեղծվել է հրաշալի մի ճանապարհ եւ այդ ճանապարհով մենք վերադարձանք Կապանից բարձ դեպի Երևան եւ այլն։ Ուրեմն ասեմ, որ մի քանի գյուղով ենք անցել։ Բացի ուրեմն Հունան Ավետիսյանի գյուղի անունը ինչ էր, ուրեմն Ծավ գյուղը, որտեղ մեզ հաջողվեց մի հրաշալի ուրեմն վայրում մի քանի խոսք փոխանակել տեղի բնակչության հետ, մենք որոնեցինք գյուղերում մարդ չգտանք, դուք պատկերացնում եք բառացիորեն, եւ փողոցից փողոց մեքենան աչուծախ է վարում եւ գյուղերում մարդիկ չկան, այսինքն մարդիկ կան բնականաբար մի քանիսը տներում, այնքան սակավամարդ է գյուղերը, այնքան ուրեմն երևի ապրողների համար հետաքրքիր չի, գիրակի օրով մենք մարդիկ չտեսանք, գյուղ առ գյուղ կարող եմ ասել, գյուղով դուք մեքենան վարում եք, նույնիսկ խանութ եք ուզում մտնել, ինչ որ բաների համար,
եւ մարդիկ չկան, որոնց մի հաստատ իմանաք եւ այլն։ Սա դեմոգրաֆիական աղետ է, նկատի ունեցեք, որովհետեւ տեղում ուրեմն բարիքը կա, ծառը կա, մի կին, ինչ ասես մի տիկին ասեց, այստեղ նայեք միրգը թափված է, կաղին եւ այլն, հատապտուղ, ինչ ուզեք անտառներում կամ գյուղերի եւ այլն, բայց ասում է հավաքող չկա, ինչ է, ասում են, բա ինչ է բադայել, դա ասում է երիտասարդները գնացել են Երևան աշխատելու, իսկ այստեղ մնացել են ծերունիներ եւ այսպես, չծանրացնեն վիճակը, բայց մենք դա պիտի իմանանք, որտեղ հիմա խոստումները լցվելու են Հայաստանի չգիտեմ ծաղկունքի մասին եւ այլն, պիտի նկատի ունենալ, որ նկատի ունեցեք Իսրայելի հզորությունը ոչ միայն զենքի մեջ է, իհարկե առաջին հերթին զենքի մեջ է, ոչ միայն Իսրայելի հզորությունը համալսարանների տեխնոլոգիական հզորության մեջ է, իհարկե այդպես է, բայց Իսրայելի հզորությունը իմացեք կիբուցների մեջ է, ինչ են կիբուցները, դրանք սահմանամերձ գյուղատնտեսական կոոպերատիվներն են, գյուղերն են մեր խոսքով ասած, որտեղ պետության օժանդակությամբ ոչ միայն կյանքը ծաղկում է, որտեղ ազգաբնակչության նվազման մասի խոսք չի կարող լինել, որոնք նաև իրենք սահմանամերձ ռազմականացված ըստ էության բնակավայրեր են։ Սա պետք է նկատի ունենալ, թե չէ Երևանն ուռճացնել եւ մարզերում չունենալ ուրեմն քայլեր եւ չկարողանալ երիտասարդ մեկին տեսնել, որի հետ կարծիք փոխանակել, ասել եւ այլն։ Հիմա ես գիտեմ, որ այս ամեն մի կուսակցություն մի դավթար պետք է գյուղատնտեսության վերակառուցման մի ծրագիր ներկայացնի սուտ թվերով, կեղծ հարցադրումներով եւ դա ինքներդ կտեսնեք ես ինչ եմ առաջարկում, եկեք առանց մեծ խոսելու, մենք պետականորեն եւ հասարակականորեն կարիք ունենք օժանդակելու սահմանամերձ գոտու վերաբնակեցման, եթե եւ բնակեցման ասեմ ձեզ, որովհետեւ ահռելի տարածքներ կան, որոնք անմշակ են, որտեղ խոտը բառացիորեն այսօր խեղդում է եւ բարձր որ վաղը արևիտակ այդ չորանալու է գնա եւ այսպես մենք խոսելու ենք նորից այն մասին, որ մսիգինը թանկ է, չգիտեմ ինչ է, ինչ որ գիտեք, խոզը բան չի տվել եւ անտառը եւ այլն, այսպես ասեմ, բարեկամներ, չեմ ուզում երկարացնեմ, սրանից հետո մենք երևի ես ամեն օր հավանաբար եթեր դուրս կգամ մեր նկատառումներով եւ այսպես ձեզ կներկայացնեմ տարբեր հարցեր եւ այդ լինելու է շատ դաժան այն առումով, որ լինելու է ճշմարիտ ընդդեմ ռուսական ստրկության իբարս Հայաստանի Հանրապետության վերականգնումի եւ զարգացման կրկնեմ, ով ռուսական երկ է երկում, նա թուրք է, ով ռուսական կողմնորոշում է քարոզում, նա թուրքական կողմնորոշում ունի, թուրքից թուրք է, ռուսասիրությունը այս մարդկանց, որովհետև մենք ռուս ժողովրդի հետ որևէ հարց չունենք, բայց այն ռուսասիրությունը, որ չեկիստներ, այլասերված ուղեղով տկետները, առանց հայաստանակենտրություն եւ հայամետություն հասկանալու, ուրիշին լրացնելու համար այս տկետները լցնում են եթեր, ուրեմն մտածում են իրենց չգիտեմ ինչի մասին, որը ամեն ինչ է, բայց Հայաստան չի եւ Հայաստանի ներկա չի եւ Հայաստանի ապագա չի։ Այնպես որ ուրեմն զգուշ եղեք, մենք հաղթելու ենք, մենք ոչ մեկին այն իմաստով հաղթելու ենք, ում ենք հաղթելու, մենք տվյալ պարագայում հաղթելու ենք մեր ճակատագրին։ Հայաստանը պիտի լինի Հայաստանակենտրոն, քաղաքականությունը նրա պետք է լինի հաշվեկշռի եւ հավասարակշռության վրա, իսկ հայ մարդը, եթե նա հայ մարդ է, պիտի լինի անպայմանորեն հայամետ, մնացած իր գործն է։ Ստեսություն ձեզ, հաջողություն, մենք եթե դուրս կգանք, անընդհատ կբացատրենք նոր հարցեր եւ կմերկացնենք մինչեւ վերջ